Բարի լույս ժողովուրդ ջան, ուզում մի թեմայից խոսեմ, ուրեմն բոլորը տեղյակ եք, որ ես Սիսիանում էի։ Ժողովուրդ ջան, ես ձեզ մի բան ասեմ, ինչքան քաղաք, նասիլյոնի պունկտ, գյուղ մտնում էի, երրորդ մեքենան իմ առաջից գնացող չէի տեսնում։ Ու գիտեք խնդիրը ինչումն էր։ Բոլորը խոտ են վառում, բոլորը տերև են վառում։ Այս նորից ասում եմ դրա մասին, որ դուք ընդհանրապես գաղափար չունեք, թե ինչ եք անում։ Հարց ես տալի խես վառում, ասում եմ մեր պապերն են տենց արել։ Ձեր պապերը ձիով ու էշով են գնացել, հետո գնում ես դու հիմա ձիով կամ էշով։ Զարգանում ես, չէ՞։ Բա մի անգամ բացի կարթա, տես այդ վառելը ինչի է հանգեցնում, ինչով է վնասում, ինչով է օգուտ տալի, մեկ կշերքի վրա դիր ու համեմատի։ Խոնավությունը հողը չի կարում պահի, առավել եւս մենք արևոտ երկիր ենք։ Բացի փշից ու եսի միշտ ծակող խոտից ուրիշ բան չի աճում։ Պատճառը ի՞նչն է, գիտեք։ Որովհետեւ բռնում ինչ կա չկա վառում եք։ Ժողովուրդ ջան, մի վառեք։ Այն որ դուք վնասում եք հողին ու թույլ չեք տալիս որ կանաչ լինի մեր հողերը, մեր տարածքները, դա ձեր վառելն է։ Ասում եմ վառենք որ լավ աճի։ Յա։ Մեղայասը։ Այդ սաղ աշխարհը դեբիլ է, ամենախելացի դու ես, բռնի վառի։ Երկրորդը դուք հասկանում եք ճակատագրական գործողություններ եք անում։ Ասենք հերվից գալիս եմ տեսնում ամբողջ սարը վառում է։ Էդի անելու բան, հա։ Ամբողջ սարը պաժար տաս։ Ասենք դու ինչացու ես, այդ ինչի տեր ես, արա։ Բռնում ես ամբողջ սարը պաժար ես տալի։ Ասենք դու կարաս այդ կրակը կոնտրոլի տակ պահես։ Բռնում վառում եք, դուք հասկանում եք ինչ եք անում, որ դուք հետո չեք կարա այդ կոնտրոլի տակ պահեք։ Ժողովուրդ մի արեք դες բաներ։ Այնը ոչ քուն ունի, ոչ դադար ունի, ինգելա ձեր հետևից ձեր վառած կրակներն է հանգցնում։ Կամ որ դուք տեսնում եք կրակ չկա, մտածում եք, «Всё, հանգել է»։ Չէ, այդ ձեզ է թվում։ Դուք գիտեք, որ հողը կարա երկար ժամանակ ծխա ներսից։ Դե ասում եմ, չէ՞, ոչ գիրք եք բացել, ոչ հասկանում եք, մեր պապերն են դից արել։ Էս է պատասխանը։ Ու իմացեք, որ հիմա ահավոր տուգանքներ եք ստանալու դրա համար։ Հետո ասում են, օդ չկա։ Պայքարենք մաքուր օդի համար։ Պայքարենք, որ մաքուր օդ լինի։ Է որտեղից մաքուր օդ լինի, որ տունը նայում ես ծխսնում է։ Դիլիջանի պահով վստահ եմ, որ դա դիտմամբ վառած է։ Այսինքն դիտավորալ վառել են։ Հնարավոր չի Դիլիջանում խոնավությունը շատ բարձր մակարդակի է, էլի այնտեղ պետք է շատ, որ ասում եմ, надо постараться, էլի որ վառվի, այն էլ դից կպնի։ Նենց որ ես գտնում եմ, որ Դիլիջանում դիտմամբ են արել։ Իսկ ինչ հասնում է Սիսիանի ճանապարհին, Վայոց ձոր, Սյունիք, այդ ամբողջ այդ ճանապարհին գնում ես, տոման։ Չգիտես ոնց քշես։ 4 կողմը ծուխ, խեղտոց։ Ու այդ օդը դուք շնչում եք։ Հետո լսում եք պայքարենք։ Ինչի դեմ պայքարենք։ Ձեր դեմ պետք է պայքարենք, է, ոչ թե այդ օդի դեմ։ Ձեր դեմ։ Ու հիմա զգուշ եղեք։ Ամեն վառելու համար նես տուգանքներ եք ստանալու։ Սա կյանքներդ հիշեք։ Ու շատ լավ են արել։ Շատ լավ են անում։ Անկամ եթե դու քո հայաթում բռնում ես ինչ որ մուսոր ես վառում, պլաստիկ ինչ որ շիշ ես վառում, ինչքան մուսոր ունես, լսում ես վառում ես։ Կարող է դες հորը ծնունն է։ Ասենք էս ինչ մակարդակ է, էլի։ Իբր քո հայաթում ես իրավունք ունես, լուրջ ես ասում։ Չունես դու այդ իրավունքը։ Չունես։ Դրա համար գոյություն ունի աղբման։ Մի ալարի դիվանից փոքի հետ ու կգնա այդ աղբը թափի։ Մեծ աղբուն ես, ուրեմն զանգի կանչի թողան տանեն ու դրա համար մուծվի։ Ես ես զգուշացնում եմ, դուք ահավոր տուգանքներ եք ստանալու։ Ուզում եք քո հայաթը լինի, ուզում եք տատուտ հայաթը լինի։ Դու իրավունք չունես այդ աղբը վառելու։ Իսկ եթե դու ընդամենը տերև ես վառում, ուրեմն պատասխան ես տալու հանկարծ ինչ որ մի հետևանք լինի։ Մեկ, երկրորդը, ես չեմ հասկանում, ինչի՞ եք հողեր առնում, ինչի՞ եք հողի վրա տուն սարքում, դուք հողից ընդհանրապես գաղափար չունեք։ Եթե ձեր հողի վրա էլեմենտար խոտը խիտ չի աճում։ Ժողովուրդ ջան, 28 տարի ապրել եմ Ռուսաստանում, լավ գիտեք։ Այնպես չի, որ այնտեղ անընդհատ անձրև է, դրա համար է տենց կանաչապատ։ Դա նրանից է, որ այնտեղ ոչ մեկ չի վառում։ Որովհետև այդ հին խոտը, այդ տերևը, դա պարարտանյութ է հողի համար, որը դուք վառում եք ամեն տարի։ Անխիղճի նման։ Այդ խոտը, որ աճում է, այդ արմատները, որ գցում է, ինքը մի հատ սենց հատված է բռնում հողի վրա, սլոյ, սենց ասեմ, որը պահպանում է ջրի խոնավությունը արևից, ուղիղ արևի ճառագայթներից։ Այսինքն եթե դուք հնձեք, այդ խոտը հորեք միտեղ, հաջորդ տարի սփռեք ձեր հողերի վրա, դուք հոյակապ պարարտանյութ կստանաք, այդ նույն տերևներն էլ հետը։ Բայց չէ, դուք բռնում վառում եք։
Դրա համար էլ սաղ տարին 4 բոլորը նայում ես, այն ոտքերի կոճերից բարձր խոտ չի աճում, հետո էլ ասում են կլիման է։ Մեն կլիման չի։ Նաև ձեր պահվածքն է։ Ու հողը կարողանում է հետ ճառագայթների տարերի տակ, այդ կարակ թափող արևի տակ, իր խոնավությունը պահի եւ բույսերին սնի։ Դրա համար էլ այնտեղ խոտ է աճում։ Իսկ ձեր մոտ փուշ։ Հերիքա վառեք ժողովուրդ։ Մի հատ գիրք բացեք, էլի, մի հատ ինտերնետ հեռախոսները սա օրը հեռախոսների մեջ է։ Մի հատ բացեք, էլի, մի հատ բացեք, հասկացեք ինչ եք անում։ Ամբողջ Ռուսաստանը հնձում է, այդ հնձածը պահում է։ Կամ էլ այդ հնձածը փռում է միանգամից ծառների տակ, ծաղիկների տակ։ Սնուցում է իր ծաղիկներին ու ծառներին։ Երևի դեբիլ են, չէ՞։ Կամ էլ պապեր չեն ունեցել։ Այսքան է։